Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Զուրաբյան, երեք Սերժ Սարգսյանի հայտնի այս հարցազրույցից հետո դարձյալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցներն են ակտիվացել։ Ամեն դեպքում ես կցանկանամ մեջբերել Փաշինյանի մի շարք դիտարկումներից մի քանիսը վստահեցրել է այս համատեքստում, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները, այս տեսլականը օբյեկտիվ չէ Փաշինյանի, արդարացի չէ եւ պետք չէ սպասել արդյոք, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը կտա դրական արդյունքներ Հայաստանի Հանրապետության։ Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արցվաշենի վերադարձի մասին։ Ասեմ ինչու։ Դա նշանակում է մի բան, որ ինքը պատրաստվում է եւ նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այն 3 անկլավները Քարքին, հայտնի որ Տիգրանաշերտը, Տիգրանակերտն է եւ Տիգրանաշենը ներողություն, եւ բանի այդ Տավուշի շրջանի անկլավները, որ վերադարձնի Ադրբեջանը։ Հիմա գիտեք, դա շատ վտանգավոր զարգացում է ու հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ այսօր մի լուծում կա, կամ մենք պետք է փոխանակենք այդ տարածքները, որովհետեւ ասենք այդ ադրբեջանական անկլավները մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա են դրված ու պարզվելու է, որ մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհները անցնելու են Ադրբեջանի տարածքային բանի տակ, վերահսկողության տակ, որը ես կարծում եմ շատ վտանգավոր բան է։ Արցախը այդ առումով ոչ մի խնդրեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որովհետև ինքը մի հատ sense կտրված, մի հատ գաղձյակ է, որը ստրատեգիական որևէ ճանապարհ կամ խնդիր չի բարդացնում Ադրբեջանի համար, հետևաբար այս անվստահության պայմաններում, այս կոնֆլիկտայնության պայմաններում, որ մենք այսօր ունենք, եթե մենք գնանք նման փոխանակման, դա էապես խփելու է Հայաստանի անվտանգությանը ու ստրատեգիական շահերին։ Դրա համար այսօր ես տեսնում եմ 2 լուծում հնարավոր։ Մեկ լուծումը դա փոխանակել, ուղղակի փոխանակել անկլավները։ Անկլավներից այնտեղ այդ անկլավների տարածքային գումարը մոտավորապես նույնն է 38-ից 42 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը գնում։ Դեռ կամ պետք է դա փոխանակել, կամ այդ հարցը հետաձգել շատ երկարաժամկետ առումով եւ զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով եւ արդեն միգուցե չգիտեմ տասնամյակներ հետո մենք կարող ենք անդրադառնալ այդ հարցին կամ ավելի շուտ, եթե մենք համարենք, որ արդեն վստահությունը լիակատար կառուցված է, մենք որևէ խնդիր չունենք, արդեն կարող ենք ապրել այդ նոր բանում, այսինքն կամ հետաձգել կամ փոխանակել։ Սա է լուծումը, այն ինչ որ առաջարկում է Փաշինյանը հերթական հարված է Հայաստանի անվտանգության։